Մայր աթոռի հրավերով Մայր տաճարում մասնակցում ենք միասնական ժամերգությանը Մայր Հայաստանի ներկայացուցիչներով եւ այդ կոչին ականջալուր են եղել հազարավոր հավատացյալներ, որոնց հոսքը չի դադարում Մայր աթոռ, պետք է նշել, որ նաեւ ոստիկանների հոսքը չի դադարում Մայր աթոռ, երևի հազարավոր ոստիկաններ կան, այստեղ շրջապատել են Մայր աթոռը, հավանաբար պատրաստվում են տիրադավ 10 եպիսկոպոսների այցելությանը, դրա համար ուժեղացված հսկողություն է այստեղ տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը արդեն մենք գիտենք, որ որևէ կարմիր կից չունի, պատրաստ է դիմել տարօրինակ, ամենակեղտոտ միջոցների, որպեսզի ճգնաժամ հարուցի, ճգնաժամ ստեղծի, հետո խոսի այդ ճգնաժամի մասին եւ դրանով հիմնավորի եպիսկոպոսներին Մայր աթոռ ուղարկելը անհասկանալի է ինչ նպատակով եւ մեկ հետաքրքիր հանգամանք եմ ես ցանկանում ընդգծել. տեսեք, այսօր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ, երբ իրեն հարց են տալիս, թե հայտարարություն է արել այն մասին, որ չգիտեմ, կաթողիկոսի եղբայրը եւ այլն գործակալ են, եկեղեցին ուղղորդվում է դրսի ուժերի կողմից եւ այլն, բա որ այդ հայտարարությունը արել ես, հիմա հիմքեր չես ներկայացնում, քրեական գործ չի հարուցվել, ինչ որ բան տեղի չի ունեցել իրավական առումով, ինքը ինչ է ասում, ասում է դե ամեն ինչ քրեական գործով չէ, հենա ես հայտարարությունն արել եմ իմ պատի թերթում մի հատ հոդված, չգիտեմ որտեղից տպել եմ, գնացեք դուք հետաքննեք, այսինքն միլիոնավոր դոլարներ ծախսում է իրավապահ համակարգի վրա, հսկայական պետական ապարատը աշխատում է ամենաբարձր մակարդակով նման հայտարարություն է անում, հետո ասում է դե դուք գնացեք դուք զբաղվեք, հասկանում եք սա ինչի մասին է խոսում, մարդ, ասենք, չի փորձում անգամ դեր կանգնել իր հայտարարություններին եւ էլի ամեն ինչ բարդում է ժողովրդի վրա, լրագրողների վրա, գնացեք պարզեք, գնացեք հայտնաբերեք, գնացեք էս արեք, գնացեք, բա դու ինչի համար ես այդտեղ նստած, եթե այդ ամեն ինչը մենք պետք է անենք, առավել եւս որ հայտարարություն անողը դու ես։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, թե ինչքան սին, ինչքան սարքած, ինչքան արհեստական են Նիկոլ Փաշինյանի հիմնավորումները եկեղեցու դեմ արշավի շրջանակներում։ Միայն մի բան կարելի է ասել, որ ինքը որ խոսում է դրսի ուժերի կողմից ուղղորդված լինելու մասին, եկեղեցու դեմ արշավը հենց ուղղորդված է դրսի կողմից, հակաքրիստոնեական այս արշավ, ինչը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը, ուղղորդված է հենց դրսի կողմից։ Կաթողիկոսը Ժնևում հայտարարություն արեց գերիների վերադարձի մասին, արցախահայերի իրավունքների մասին, դրանից հետո Փաշազատեն դատապարտեց, քննադատեց հայ առաքելական եկեղեցուն եւ անմիջապես էլ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը իր աղանդավորական այդ շրջանակներով հարձակվեց հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Երկրորդ կենտրոնը դա այն կենտրոնն է, որը ուղղորդում է եւ Զելենսկուն եւ Նիկոլ Փաշինյանին, եթե ուշադիր նայեք, նույն բանը տեղի է ունենում ուկրաինական ճակատում, այնտեղ արդեն Զելենսկին է հարձակվել ուղղափառ հոգևորականների վրա, եպիսկոպոսներ է ձերբակալում, նույն բանը այնտեղ է տեղի ունենում, այսինքն աներևակայելի նմանություններ կան Նիկոլ Փաշինյանի եւ Զելենսկու գործողությունների միջեւ։ Եթե խոսում է օտար ուժերի կողմից կառավարվելու մասին, առաջին հերթին թող մտածի, թե ինքը ում կողմից է կառավարվում, ամեն մեկը կարող է հարցը նաև ինքը իրեն տալ, թե արդյոք ինքը պարզել է, թե Նիկոլ Փաշինյանը եւ իր շրջանակները, իր կողմից ղեկավարվող շրջանակները ում ուղղորդմամբ, ում հրահանգով, ում պարտադրանքով է հարձակվում հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի վրա։ Այսքանը։